Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, կենտրոնում առավոտ է, շաբաթը սկսել է աշխատանքային, բայց հուսանք, որ մենք եկել ենք ձեր առավոտը էլ ավելի թեթև դարձնելու հետաքրքիր նորություններով, խոսք ու զրույցներով, նրանք ովքեր արթնացել են եւ հնարավորություն ունեն հետևել կենտրոնի առավոտին, դες առաջարկում ենք մնալ մեզ հետ, ծանոթանալ այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի կունենան մեզ մոտ, իսկ հասնվելու հետ կապված ես վստահ եմ, որ Դավիթը էլ ավելի բարձր տրամադրությամբ այսօր կասի բարի լույս։ Բարի լույս էլի հեռուստադիտողներ, բարի լույս Անուշիկ, այո, տրամադրություններս բարձր է, քանի որ Վահեն վերադարձել է, ողջ եւ առողջ վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից։ Ճիշտ է, մի քիչ խոսույթը փոխվել է, ինքը արդեն կիսառուսերեն, կիսահայերեն է խոսում, բայց ամեն դեպքում մեր Վահեն է, ոչինչ, ինձ թվում է շաբաթվա ընթացքում կարող ենք մենք այդ տարբերությունը շտկել։ Իսկ ինչ մնում է առհասարակ միանալ թե չմիանալ կենտրոնի առավոտին, իհարկե միանալ, այլ ընտրանք չկա ուղղակի, որովհետեւ ամենասուր, ամենահետաքրքիր, ամենահումորով եւ ամենահամեղ առավոտներն ենք մենք ունենում, ինչու չմիանալ։ Ես երեք մի երիտասարդի խոստացել եմ, որ անպայման անդրադառնալու եմ, բայց հնարավորություն տանք արթնանալու, Վահեին ասենք բարի լույս, հետո խոսենք։ Բարի լույս եւ բարի լավ։ Լավ, ինչպես անցավ Ռուսաստանի Դաշնությունում քո դասը։ Դու էիր կարդում դասախոսություն, թե դու էիր լսում։ Ոչ, ես էի կարդում։ Այո։ Բայց հասկացան ինչ որ ասում էիր։ Հա, իհարկե։ Հա, շատ լավ է։ Ես բավական մատչելի եմ բացատրում։ Չկարող է ռուսներ էին նստած, այլն չէին հասկանում։ Այ ես ուզում եմ իմանալ ովքեր էին նստած եւ ինչ թեմա էր։ Հայկական տարազի թեմայով էր, թե ինչպես պետք է բեմական հագուստ ճիշտ ստանալ, չաղավաղելով հայկական տարազը, որովհետև այդ անցումը բավական նուրբ անցում է եւ պետք է իմանալ բնօրինակ նմուշները, հետո արկա փոփոխությունը եւ թույլատրելի սահմանը, որը որ կարելի է անել։ Լսարանը հիմնականում բարի խմբի ղեկավարներ էին, պարուսույցներ եւ իհարկե հարակից նաեւ անձինք էին, ովքեր որ տարբեր մասնագիտություններ ունեին նաեւ։ Լսարանը բավական տարբեր տարիքային, այսպես ասած, խմբեր էր։ Հիմնականը մասնագիտական, այսպես խորհրդատվության տարբերակով էր դասախոսությունը, որը կօգնի հետագայում էլ ավելի գրագետ հագուստներ ստանալ պարային նմուշների եւ պարախմբերին որպես օգնություն տարբերակ էր սա։ Իսկ ինչ վերաբերվում է մատչելի լինելուն, ռուսներ եւս կային, այսինքն, բայց իրենց բանը բացատրվում էր, թարգմանվում էր, հա, ովքեր որ եկել են իրենց հետ, եւ բաներ կար, որոնք որ իհարկե ես էի բացատրում, թե ինչ է եւ ինչի համար։ Ամեն դեպքում իրենց դուր եկավ թեման եւ շատ հետաքրքիր ու այս պահին շատ արդիական թեմա է, որովհետեւ պարախմբերը չեն սիրում աշխատել գրեթե մասնագետների հետ, իսկ հագուստը դա ուղղակի առօրյա հագուստ չէ, որ կարելի է ցանկացած ոճով եւ դիզայնով անել հագնել, դա մշակույթի ներկայացման ուղի է, որը պետք է լինի, ինչպես որ օրինակ դու գնում ես թերապևտի մոտ, թերապևտը քեզ ուղղորդում է այս բժշկի, նույնն էլ այդպես է, հա, բեմական հագուստ ստեղծելու համար պետք է օգտվել դիզայներից, պետք է օգտվել մասնագետից, ով որ խորհուրդ կտա քեզ, թե ինչ ճանապարհով պետք է ճիշտ գնալ։ Այո, համաձայն եմ, որովհետև Մոսկվայում չի առհասարակ Ռուսաստանի Դաշնությունում, չէ, այդ Ռուսաստանի Դաշնությունում այդ խնդրեմը շատ մեծ է, որովհետև ես շատ եմ այնտեղ ներկա եղել եւ նաեւ վարել եմ մրցույթներ բարի խմբերի հետ կապված եւ մենք վերջիվերջո պետք է հասկանանք, որ չի կարելի գալ վերնիսաժից առնել կտոր թուրքական նախշերով եւ այդ կտորից հագուստներ պատրաստել։ Ինչի՞ է վերնիսաժում վաճառվում այդպիսի կտոր։ Միայն վերնիսաժում չի, հայկական բոլոր կտորի խանութներում ազատ վաճառք կա։ Բայց ինչու է պայմանավորված, ինչու ոչ հայկական տարազ, այլ որովհետև արտադրություն նախ մենք չունենք, երկրորդ այդ արտադրությունը գալիս է Թուրքիայից։ Թուրքիայից գալիս է։ Դրանք ոչ թե մերոնք գնում են որպես հայկական տարազ։ Այո։ Դա ոչ թե թուրքական նախշեր են, այլ հետևյալն է, արտահայտությունը դեպի պետք է տանել այլ դաշտ։ Հայկական նախշեր են, որոնք աղավաղված են եւ արտադրվում են թուրքերի կողմից հատուկ նպատակադրությամբ, որովհետեւ իրենք հենց այնպես սիրուն ձևով չեն արտադրում այդ կտորները, այդտեղ կա գաղափար մարդուն շեղելու եւ մշակույթը միաձուլելու, տարալուծելու համար։ Գրեթե թուրքական այդ մարքեթինգը գործում է ամբողջ Թուրանի երկրների սահմանում եւ այստեղից կարելի է պարզ եւ հասարակ հասկանալ թե ինչու է այս կտորն արտադրվում, որովհետեւ Թուրանի գաղափարը բոլորս գիտենք, թուրքալեզու ուրեմն խոսող ժողովուրդների մեկ ամբողջական տերության մեջ հավաքագրումն է, հետեւաբար չեղած մշակույթի վրա ստեղծել մի մշակույթ, որը որ կլինի էթնիկ զտված մշակույթ, որովհետեւ այս կտորները բերում են դեպի չեզոքություն,
դու տեսնում ես իրեն արկա է որոշակի նախշեր, որոնք որ վերցվում են գորգից, բայց գորգից վերցված միայն եզրանախշը, այսինքն կոնտուրը չի, որ պետք է իր էթնիկությունը որոշի, հետեւաբար այստեղ շեղում է գնում, որովհետև էթնիկությունը որոշվում է գույնով, կոմպոզիցիայով եւ եզրանախշի ամբողջականությամբ, հա։ Մենք չենք կարող մարդու մասին կարծիք կազմել միայն արտաքինին նայելով։ Նույնն էլ նախշն է, պետք է իմանալ արտաքինը, գույնը, հոգին, ինչու ոչ ճակերտավոր ասված, որ այդ ամբողջի ընթացքում նոր ձևավորվում է էթնիկ մշակույթի տարորոշում, որովհետև այդ նույն եզրանախշը կարող է լինել երկրաչափական պատկեր, որի մեջն է որոշում, թե ինչ ազգի է պատկանում այդ նախշը։ Երկար թեմա է իրականում, եթե ես խոսեմ, գունային համադրությունը իսկապես իրականում շատ մեծ բան է ասում ազգի, այսինքն մշակույթի տարազի մասին, որովհետև մենք էլ որոշակի ազգերի մշակույթ ճանաչելով մենք տեսնում ենք, թե ինչ գույներ են ավելի գերակշռում իրենց տարազում նախշերից, այո։ Գույներից միանգամից հասկանում ես, որ դա ոչ թե մասնագիտորեն դու գնահատական ես, այլ մոտավոր հասկանում, որ սա հնդկական, չգիտեմ, հակոստի հասարակ կանաչ գույնը, հայկական, եթե անգամ ձևվածքը հայկական պահպանվի, բայց կանաչը ընտրվի ոչ թե դեպի մուգ կանաչ խոտի գույն, հա, այդ խակ կանաչ ասվածը, այլ գնա դեպի օրինակ հազարի տերևի այդ սալատվի ասված, ռուսերենով ասեմ, որ հայտնի լինի ինչի մասն է խոսքը, միանշանակ այդ սալատվի տարբերակը, հա, ազգային ենթաշերտի տարազների մեջ գնում է դեպի իսլամական, մուսուլմանական տարազներ։ Հետաբար գույնը այստեղ եւս որոշիչ դեր է, թե ինչ էթնիկ խմբի է պատկանում հագուստը։ Միանգամայն այդ հագուստի գույնը կարող է փոխել ամբողջ պատկերը։ Հետաբար այստեղ պետք է նաեւ ուշադիր լինել գունային այդ ներդաշնակմանը։ Իրականում մենք հետաքրքիր է, որ կոնկրետ պետությունը, հա, ոչինչ չի խնայում, որպեսզի հնարավորինս կամաց տարիների ընթացքում կաթիլ փորձի շեղել մեր պատկերացումները, մեր տարազի մշակույթի մասին, այսինքն ինքը իսկապես ներդրում է անում բոլոր ոլորտներում, ինքը փորձում է հոգեբանորեն ազդեցություն ունենալ, ֆինանսներ չի խնայում, որպեսզի կարողանա այն ջարդել, մենք փոխարենը ճիշտ հակառակն ենք անում։ Հիմա օրինակ տարրական բան, դա էլի մեր ազգին բնորոշ է։ Անունը չեմ տալիս, բոլորդ գիտեք, այդ հայկական զարդերով, հայկական օրնամենտներով, նախշերով զարդերը, որոնք հիմա կրում են։ Դե սկսվեց բազում թողուբոհեր, խոսակցություններ, որ սա այնտեղից է գողանում, մեկ այնտեղից է գողանում, սկսվեցին պատենտները եւ այլն։ Իրականում եկեք ընդունենք, որ սենց լայնամասշտաբ երիտասարդ աղջիկների մոտ տարածում հայկական զարդեր կրելը եկավ իրենից հետո։ Հա, եւ ես շատ ուրախ եմ։ Ես չեմ ասում, թե չի եղել իրենից առաջ։ Լուսիկ Ագուլեցին մեզ օրինակ ու օրինակ։ Բայց այն ժամանակ մենք նայում էինք որպես հայ կնոջ մի բացառիկ կերպար, որը տենց ինչ որ մի անհատականություն էր, որին մոտ գնալ չէր կարելի եւ մենք իրականում տենց օրինակներ չենք վերցնում։ Անհատներ էին, որոնք ու շատ ավելի հասուն տարիքում, որոնք հասկանում էին, գնահատում էին կամ փորձում էին ինչ որ բաներ իրենց վրա կրել։ Իրականում այդ մարդու արած գործից հետո ամբողջ հայ օրիորդները, աղջիկները կրում են հայկական հարսնացուները, այո, որը դարձավ էլի շատ ակտուալ։ Բայց մենք, ու խնդիրը հիմա այդ արդեն չենք խոսում ինչի մասին է, ով էր անում իրենից առաջ կամ ոնց եղավ։ Խնդիրը հետևյալն է, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի քարկոծենք, որպեսզի քննադատենք, որպեսզի վերենք կպցնենք պոզ ու պոչ, անընդհատ իմացած, չիմացած նորություն, մեկը մի քիչ գիտի, այն մեկը ես մոտիկ մարդ ունեմ մեջը, այն մեկը իմ հորողբորդ հարևանի քեռու տղեն իրանց հետ մոտիկա ես ներսի մարդ եմ, այս ինֆորմացիաներով մենք իրականում անգամ մի փոքրիկ ինֆորմացիան աղավաղում ապականում ենք, դարձնում ենք չգիտեմ ինչ, սկսում են տարածվել իրարամերժ հայ հանդեպ ամենազզվելի կարծիքները, բայց որ օրինակ կարողացավ այդ մարդը PR-ի միջոցով, չգիտեմ ինչով, դարձնել ակտուալ հայ երիտասարդության մեջ, այո, դարձնել այդ զարդերը կրելը նորաձև, այդ մի բանը հաստատ չենք ասում։ Այն մենք այս տեսակի ենք, էլի։ Դե ասում ենք ես ու դու, երևի մի 10 հոգի էլ կլինի, 20-30-100, չգիտեմ։ Հիմա մենք ինչ ենք անում, որ մեր, այսպես ասած, նախշազարդերը, ոնց որ Վահեն է ասում, հայտնվի իրենց շուկայում։ Անում եք այդպիսի բան։ Ոչ, միանշանակ ոչ։ Մենք մեր համար չենք կարող արտադրել։ Այդ քննադատելու փոխարեն ավելի լավ չէր գործ անեինք, մենք սկսեինք իրենց շուկան կտոր տայինք։ Մեր հայկական զարդանախշերով փոխել։
Մենք արտադրություն ունենք, որը նույն կտորատեսակից էր արտադրվում հայի կողմից։ Ցավոք այդ արտադրությունը փակվեց, որովհետև գումարը բավական բարձր էր լինում, որտեղ Հայաստանում չէր արտադրվում, եւ երբ որ բերում էր ինքնարժեքը բավական բարձր էր ստացվում։ Պարզ է, որ այստեղ եթե մատչելի տարբերակը կա, մարդիկ շատ քչերը կարող են հասկանալով, որ վտանգավոր է այդ կտորի գնել թանկը, զոհելով իրենց, իսկ քչերը մերժում էին դա, որովհետև թանկ էր օրինակ արժեքը, բայց ստացվում էր նույն կտորը եւ ճիշտ հայկական նախշերով։ Ցավոք հիմա դրա արտադրությունը չունենք եւ միայն կա փոխարինող տպագրական նմուշները, որոնք որ տպագրվում են հայկական գորգերից, կարպետներից կամ այլ դիզայնով, այստեղ էլ մի վտանգավորության աշճան կա, որ շատերը հասկացան, որ լավ բիզնես է, սկսեցին էլի չխորհրդակցել մասնագետների հետ, ձեռքի տակ ինչ ընկնել, տպել ու վաճառել որպես հայկական։ Այսինքն ամեն տեղ, եթե չկա վերահսկում, դա տանում է, եթե շատ ես ուռճացնում, տանում է այլ վտանգավոր ուղղության։ Հետաբար պետք է միշտ լինի վերահսկողության դաշտում, թե պետության կողմից եւ թե անհատ մասնագետների կողմից։ Դեռ մասնագետները լավ, իրենց խղճին թողնենք, այն վրացում է ով ինչքան գիտի այդ մասնագիտության մասին, բայց ինչ վերաբերում է պետական հովանու ներքոն, հա, դա ամենագլխավորներից է։ Այո։ Անցնենք առաջ, ինչ ենք ուտում այսօր։ Այսօր ուտելու ենք ժամանակակից մոտեցմամբ հայկական խոհանոց, որովհետև ինչու ժամանակակից մոտեցում, միջուկը շատ հետաքրքիր տարբերակ է փաթաթված հայկական լավաշի մեջ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված հայկական լավաշի մեջ, ամեն անգամ չեմ հոգնի ասելուց դա, որովհետև շատ քիչ բան ունենք, որ գրանցված է, այո, եւ ի ուրախություն մեզ գրանցվել է եւ հերքելու փաստեր այլևս չունեն իրենք, որ սա հայկական չէ։ Հայկական լավաշի միջուկ ենք պատրաստելու, որ այսպես ռոլ կարող եմ ասել, հա, որի մեջ պատրաստելու ենք հետաքրքիր միջուկ։ Դա սմբուկն է տապակած լինելու բուսայուղով, համեմունքներով։ Իհարկե նաև այնտեղ ունենք կանաչ պղպեղ, որի հետ տապակվելու է եւս։ Հետո ավելացնելու ենք թարխուն։ Թարխունը չենք տապակելու, թարմ վիճակով ենք կտրատելու վրան, որպեսզի այդ համային բույրը ամբողջովին պահպանվի։ Թթվասերի հետ խառնելու ենք եւ ավելացնելու ենք մի քանի պճեղ սխտոր ու հավի կրծքամիս։ Դա փաթաթելու ենք լավաշի մեջ, լավաշը կտրատելու ենք փոքրիկ ռոլերի, հակառակ կողմով շարելու ենք ջեռոցի տապակի մեջ, տեղափոխենք ջեռոց, մի փոքր պետք է կարմրի եւ ավելացնենք վրան քերված պանիր, հալվող տարբերակով, իհարկե, ու ստանանք շատ հետաքրքիր մատուցման տարբերակ, հեշտ տարբերակ, հա։ Միջուկը կարող եք ցանկացած բան փոխել, դա կլինի գազար հավի կրծքամիս կամ օրինակ, չգիտեմ, սմբուկ կարող է լինել առանց մսի եւս, միայն բանջարեղենային տարբերակ թթմիկի հետ։ Այնպես որ ըստ ձեր նախընտրության է, քանի որ սա ժամանակակից միջուկով հայկական լավաշի օգնությամբ առաջարկվող տարբերակ է։ Ընտիր։ Այո։ Դավիթը հաստատ ուրախ է։ Իհարկե ուրախ եմ։ Վահեն եկել է, բայց կարող ուրախ չլինեմ, որովհետև շատ համեղ է պատրաստում եւ որ ամենակարևորն է խոհանոցը կա։ Այո։ Մենք անցնենք առաջ, քանի որ մենք խոսում ենք հիմա թեման, այսպես ասած, բացվեց, հա, հայկականը պահելու, մշակութային արժեքները պահելու մասին։ Այս պարագայում եւս տեղին է հիշել մեր գործընկերներին, որոնք փորձում են էլի հայրենիքից դուրս պահել կարևոր մշակույթ։ Դե իհարկե խոսքը այս դեպքում թատրոնի մասին է, որը մեզ համար էլի առաջատար թեմաներից մեկն է։ Ես ուզում եմ խոսել Գլենդելում տեխնիկային թատրոնի մասին, որը, այո, բացել են մեր գործընկերները, դու շատ լավ ճանաչում ես նրանց, մեր Գրիշը, Գրիգորի Հակոբյանը, կհիշես, ինձ համար շատ տաղանդավոր դերասան, դե որոնք ավաղ, հա, մեկնել են նահանգներ, բայց այնուամենայնիվ հետ չեն մնացել իրենց մասնագիտական կրթությունից, փորձել են այնուամենայնիվ դրսևորվել եւ ամեն ինչ անել, որպեսզի հայկական խոսքով մեր հայտնի հեքիաթները տեխնիկային տարբերակով գոնե թե այնտեղ մեր երեխաները, այսինքն հայ երեխաները առիթ ունենան հաճախելու ու տեսնելու։ Ես կարծում եմ դա շատ կարևոր գործառույթ է։ Այո, շատ։ Իսկ թատրոնը կոչվում է ոնց էր կոչվում թատրոնը։ Ունենք անունը։ Չէ, անունը չունենք, ես վերջերս եմ իմիջայլոց բացահայտել, կոչվում է, հիմա կհիշեմ, հիմա կկարդամ ավելի շուտ, Glendale Theatre Group,
Այդտեղ արդեն 3 թե 4 մանկական ներկայացումներ են բեմադրվել, հայկական կարմիր գլխարկը, 3 խոզուկները, տարբեր հեքիաթներ եւ իմիջիայլոց ակտիվ իրենք աշխատում են, փորձում են բոլոր կերպարները ունենալ, որպեսզի լիարժեք լինի բոլոր այն հեքիաթները, որոնց իրենք ուզում են անդրադառնալ հաջորդիվ։ Ես գիտեմ, թե որքան դժվար է հայրենիքից դուրս իրականացնել ասում եմ մի գործ, որը այնուամենայնիվ հայկական անուն պիտի ունենա, հա, հայկական, այսինքն հեքիաթներ այնտեղ գոնե թե պիտի լինեն։ Դժվար է, բայց մարդիկ կամաց անում են, իրենց շնորհակալություն, որ մեր երեխեքը այնտեղ առիթ կունենան իրականում ներկայացումներ դիտելու, որովհետև այդ ներկայացումները նաև կօգնեն, որ հայկական խոսքը մնա այդ երեխեքի մոտ։ Չգիտեմ, մենակ ասում խաղի ու հեքիաթի տարբերակով է, որ երեխեքի մոտ կարելի է հետաքրքրություն առաջացնել, հետևաբար մեր հայրենակիցները, ովքեր մի բան անում են, նրանց ասենք շնորհակալություն իրենց։ Այո, վերջը հայ թատրոն է բացվել, մենք պետք է ուրախանանք, ես երբ որ այնտեղ էի, եւս մի թատրոն էր բացվել, մի քանի ամիս առաջ, ինձ հիշեցրու մեր այստեղ մոտիկ բաց թատրոնը, ոնց էր կոչվում, այս Թատրոն տանիքում։ Թատրոն տանիքում։ Հա, բաց թատրոնը։ Թատրոն տանիքում էր բացվել այնտեղ, մենք համագործակցության հետ կապված գնացել ենք, խոսում ենք մեր ներկայացման հետ կապված, եւ ես հասկացա, որ իրականում բավականին եւ լոկեյշններ լավը, անգլերեն բառեր եմ օգտագործում։ Ես քեզ իդեպ ասեմ, այնտեղ կան հետաքրքիր սրճարաններ, որոնք ինչ որ հյուրանոցների տանիքում են բացեն, եւ քանի որ այնտեղ եղանակը միշտ թույլ է տալիս ունենալ, այսինքն անձրևները հաճախակի չեն լինում, եւ տաք է եւ հաճելի է, եւ վստահ եմ, որ մեր հայրենակիցների համար դա լավագույն, չգիտեմ, ժամանցը կլինի, եթե կարելի է այսպես ասել, որովհետև այսպես թե այնպես պիտի գնան ինչ որտեղ նստեն, չգիտեմ, սրճեն կամ գինի խմեն։ Այդ հնարավորությունը ինչ ավելի լավ այո, որ կարող են ունենալ հայալեզու սիրուն ներկայացումներ։ Իհարկե տաղանդված, որ մեր գործընկերները, որոնք տաղանդավոր դերասաններ են, այնուամենայնիվ Հայաստանում ապրեին եւ ստեղծագործեին, բայց դե ինչ արած, ասում եմ, իրավիճակը այսպեսին է, հա, տաղանդված։ Ես անցնեմ առաջ խոստացել էի, որ մի շատ սիրուն երիտասարդի մասին պիտի խոսեմ։ Երեք ես դստերս հետ քայլում էի եւ մի 16 տարեկան տղա մոտեցավ եւ ասաց, ներողություն խնդրեց, բարևեց, ասաց, որ ինքը ուզում է ասել, որ մենք ամեն առավոտ իրենց տանն ենք, ճակերտավոր, շատ սիրուն էր հնչում են արտահայտությունը, երբ ինքը ասաց, որ ես տատիկիս հետ ամեն առավոտ ձեզ եմ նայում, ազգանունը չի ասել, որովհետև ասես չեմ ասի, բայց Ալեն քեզ բարի լույս, տատիկին եւս։ Ինքն ասաց, որ մենք շատ կարևոր թեմաների ենք անդրադառնում, մեզ համար իհարկե զարմանալի է, որ 16 տարեկան տղայի մոտավորապես, ես իհարկե ձեր տարիքը վստահ չգիտեմ, բայց մոտավորապես եմ ասում, բայց եթե դուք այդքան երիտասարդ ձեզ հետաքրքրել են թեմաները, որոնք մենք քննարկում ենք կամ անդրադառնում ենք, ուրեմն այո, դուք ճիշտ դասյարակություն եք ստանում, չնայած եթե տատիկի հետ եք նայում, դուք սիրո մեջ եք մեծանում, իսկ սիրո մեջ մեծացած մարդը չի կարող վատ մարդ լինել ու սխալ մեծանալ։ Մենակ այդ սերը հերիք է, վստահ եմ, որ տատիկը կարողանում է տալ, բացի ծնողներից իհարկե։ Շնորհակալություն Ալեն, որ չզլացար, մոտեցար եւ այդ գեղեցիկ խոսքերը ինձ ասացիր։ Իմիջիալոց շատ սիրուն երիտասարդ էր։ Չէ, հաստատ ոչինչ կորաշի։ Հա, հույս կա դեռ։ Սիրելի հեռուստադիտողներ, ասում եմ բոլոր քննադատություններին մեր կամ ձեր կողմից մեզ, մենք այդ բոլորը հաշվի առնելով այնուամենայնիվ փորձում ենք ուղղակի շարունակել լինել ոչ անտարբեր քաղաքացի, ինչպես կարելի է ձևակերպել, հնարավորինս անդրադառնալ մեր խնդիրներին, ձեր չէ, մեր, որովհետև մենք բոլորս ենք դրա մեջ, եւ եթե հույս կա, ապա ինչ որ բան փոխենք։ Իհարկե ամեն ինչ գալիս է տնից, ընտանիքից, երեք շատ հետաքրքիր մի տեսանյութ տեսա, էլի չինացիների կողմից նկարած, բայց թե ոնց է, այսինքն տանը ստացած դասյարակությունը ուղիղ համեմատական դրսում ապրած քո տեսակին։ Այդ դրսում դու կարող ես լինել թե որպես հանդիսատես, թե որպես փողոցում քայլող քաղաքացի, ինչ ասեմ, թե որպես աշխատակից, անկախ նրանից դու ով ես, տանը ինչ դասյարակություն որ քեզ տվել են, այդ նույն կերպել քո վերաբերմունքը լինելու է քեզ շրջապատող աշխարհի, հայրենիքի եւ մարդկանց։
Այնպես որ թե ինչ կկարողանանք մենք տալ չգիտեմ, բայց որ տանը հաստատ ամենակարևոր տվող անգամ դպրոցի հանդեպ վերաբերմունքը միևնույն է տանն է ձևավորվում ու դրսևորվում, դե դա անհերքելի է։ Եկեք ուշադիր լինենք մեր երեխաների ապրած ձևին, երբ իրականում ամեն ինչ անենք, որ սիրո պակաս չունենան ու սիրո մթնոլորտում մեծանան, որովհետև դա չարիք է իրականում, մեծ չարիք է։ Ինչ կրթություն ուզում ես ստացիր, եթե դու չգիտես ինչ բան է սերը, դու անհնար է, որ շեղված ու խեղումներով չմեծանաս ու այդ ամեն ինչը հետո ի ցույց չդնես քո աշխատանքի վայրում, քո միջավայրում, որովհետև այսօր ասում եմ ակնառու է, թե ոնց ենք մեր բանը գործը թողած, տարիք, սեր, ընտանիք, անելիք մոռացած, մենք ворց ենք փորձում թունավորել ամեն ինչ տեսնում ենք շուրջը կամ անգամ այնտեղ որտեղ մենք աշխատում ու դրսևորվում ենք։ Դրա փոխարեն կարելի է իրականում հիշել ձեր սեռական պատկանելիությունը ու մի քիչ կինը իր հերթին, տղամարդը իր հերթին ու մի քիչ տարիքին ու ձևին համապատասխան փորձենք ապրել։ Դա շատ կարևոր է։ Դե քանի որ վայելում էինք Սոնա Ռուբենյանի գեղեցիկ երգտու տեսահոլովակը, ուզում ենք նաև մեր սիրելի արտիստի շնորհավորել, քանի որ խազեր երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգչուհի է ճանաչվել Սոնա Ռուբենյան, տարվա լավագույն։ Շատ սիրուն էր իմիջիայլոց միջոցառումը կազմակերպված։ Հա, լավ էր կազմակերպված, մի քանի բաներ կար, որ այտենց համաձայն չէինք դրա հետ, օրինակ չգիտեմ, տարվա հայտնություն տվեցին մի մարդու, որ չգիտեմ, ասենք 100 տարի է հայտնի է բոլորին, նման բաներ եղավ, բայց իհարկե, բայց ամեն դեպքում բոլոր մրցանակակիրներին չգիտեմ։ Նման մրցանակաբաշխություններ պետք է լինեն եւ Էրիկը Կարապետյան, ճիշտ եմ չի ասում, տարվա լավագույն երգիչ ճանաչվեց, երկուսն էլ մեր ընկերներն են։ Ես որ հատկապես շատ եմ սիրում։ Դե լավ արտիստներ են, լավ երգեր են։ Եվ լավն է, եւ լավ մարդ է, եւ լավ ամենակարևորը լավ մարդիկ են, լավ էներգիա են։ Ճաշակով է ստեղծագործում։ Բեմից լավ արտիստ, բեմում լավ արտիստներ են, այո, շատ սիրուն դրսևորել գիտի։ Եվ հետո այս տեսակ միջոցառումները շատ գեղեցիկ է, եւս մեկ անգամ արտիստներին տալու հնարավորություն։ Տես ինչ որ էպատաժային կերպարներ կային, չէ՞, այդ օրը շատ սիրուն։ Գեղեցիկ հագնվելու, որպես արտիստ ներկայանալու, վերջի տարվա ընթացքում քննաջան աշխատելու, որպեսզի հաջորդ տարի, չգիտեմ, այդ մրցանակը ստանան, ինչու՞ չէ։ Ես օրինակ կուզեի, որ, չգիտեմ, հիմա մենք ունենք իհարկե Արտավազդը, որը միայն թատրոն ներկայացումներին է անդրադառնում, որովհետև ֆիլմերել են էլի լավ նկարվում եւ արժե դրան էլ անդրադառնալ։ Իհարկե։ Շատ կուզեի, որ օրինակ այդ տեսակ մի միջոցառում էլ կամ չգիտեմ, այտենց տարվա մեջ մեկ անգամ անցկացվող դերասանների համար լիներ։ Հուսամ կամաց-կամաց նաեւ այդ տարբերակը կմտածվի, բայց մի հետաքրքիր պատմություն պատմեմ Սոնա Ռուբենյանի հետ կապված։ Ասում ով կմտածեր, որ այսքան անկեղծ կլինեի, բայց երբ Սոնա Ռուբենյանը ունեցավ իր բալիկին, ես այդ ընթացքում հիվանդանոցում էի։ Ինքը ծննդատաններ էր բունու, ես հիվանդանոցում։ Եվ ինձ գալիս է շատ գեղեցիկ փաթեթավորված տուփ շնորհավորանքներով, կոնֆետով, չգիտեմ ինչ։ Բայց քանի որ ես գիտեի, որ ինքը բազմածննդատանն է, ես հասկացա, որ խառնել են։ Խառնել են, հա։ Եկել են հարցրել են երևի ինչ որ կամ դե առաքիչ չի իմացել, ինչ որ դերասան, դեռ ասել են, հա, այստեղ մեկը կա դերասան պարկած է, հետո ես ասացի, որ դուք սխալ եք ոնց որ թե բերել, պետք է փոխենք։ Առաքիչը գնացել է։ Արդեն որովհետև դե բերել են, ասում եմ հիմա պիտի կազմակերպենք, գտնենք ու ենթադրեցի, որ երևի թե նույն համարն է պալատի, պարզապես ինքը մուտքերն է շփոթել, այո, առաքիչը, կազմակերպեցինք, մենք մեզնով տեղափոխեցինք, ասեցինք գնացեք մտեք ծննդատուն, երևի այս համարը, նույն համարը եւ գտեք Սոնային իր նվերը փոխանցեք, չգիտեմ ով էր ուղարկել, բայց շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ տուփ էր, ես բացեցի մեջը ինչ որ փոքրիկ տոտիկներ էր, ինչ էր։ Շատ սիրուն կոնֆետներով բան։ Մի խոսքով մենք մեր, ասում եմ, միջոցներով պեղեցինք, գտանք Սոնայի պալատը եւ իր նվերները հանձնեցինք իրեն, ասում եմ, հակին ծիծաղեցինք իհարկե այդ ընթացքում, այնքան սիրուներ, այնքան պուճուրու սիրուներ, մտածում ենք դե պահենք էլ, այնքան լավն է այդ, բայց դե ոնց կարող էինք պահել։ Մի խոսքով մեր բոլոր արտիստների շնորհավոր, չգիտեմ էլ ով է այնտեղ մրցանակ ստացել։ Դե ամեն դեպքում շնորհավորում ենք, այո, մրցանակաբաշխությունները։ Դե տարվա երևի երգիչ, երգչուհի, բացահայտում ու վերջ, չէ՞ ոնց որ։ Չգիտեմ։
Ինչ է լինում գրեմի տարվա լավագույն երգի հեղինակ, բառերի հեղինակ լինի, երաժշտության հեղինակ, Անդրանիկը Բերբերյան երաժշտություն soundtrack-ը։ Ինքն է ճանաչվել։ Այո, ես տեսել եմ, հա, ինքն է ճանաչվել, որովհետև Facebook-ում գծած էր իր էջում։ Հա, որովհետև Անդրանիկը փայլուն երաժշտություն ունի գրած տարբեր ֆիլմերի համար, դե չնայած մենք առիթ ունեցել ենք բազմիցս նրա հետ այս տաղավարում զրուցելու, շատ համեստ ու շատ տաղանդավոր երիտասարդ, իրեն բրավո։ Այո։ Դե անցնենք առաջ ուրեմն, այս պահին ունենք հետաքրքիր թեմա կա, 1921 թվականի մայիսի 5-ին բոլոր կանանց հանրությանը ներկայացրեց Շանել համար 5 օծանելիքը, նրա այլ նորամուծությունների մասին անդրադարձել է մեր լրագրողը, իհարկե տեսանյութում կնենք, բայց ես պատասխանատու հայտարարում եմ, որ դե բնականաբար Շանել համար 5-ի հոտը ոչ բոլորին է դուր գալիս, սուր եւ յուրահատուկ լինելու, հա, բայց ես տեսակ տարիք ունեցող կնոջ բույր է։ Բայց ես ասեմ, որ ինձ շատ դուր է գալիս այդ հոտը եւ դա այն հոտն է, որ երբեք ոչ մի անգամ ես նմանատիպ հետաքրքիր այսինքն օծանելիքի հոտը ինձ համար սկսվում է դրանից, ոչ թե որ շատ սիրում եմ, այլ ինքը մի տեսակ հետաքրքիր տեղ է տանում, ինքը շատ հետաքրքիր օծանելիք է, երբեք նման հետաքրքիր օծանելիք ես հոտը չեմ զգացել, որ ինքին մոտ հարցեր թողնեմ, որ ոնց է ստացել սա։ Չգիտեմ, ես այդքան սիրահար չեմ եղել, բայց այդ մայրիկիս բույրն է, ինքը միշտ է իմ մայրն էլ օգտագործում, դրա համար լավ գիտեմ։ Ինքը լուրջ հոտ է, ոնց ասեմ, որ ճիշտ լինի, ես սիրահար չեմ, բայց ինքը շատ լուրջ աշխատանք է, զգացվում է, որ ինքը դրա համար երևի այդքան տարի ինքը ակտուալ է։ Դե Կոկո Շանելը ես կարծում եմ էլի, եմ որ ասում եմ, այդպիսի կանայք 100 տարին մեկ են ծնվում, այդ էլ են բացառիկ տեսակներից է, որը դեմ գնաց բոլոր կարծրատիպերին, այն ժամանակա հատկապես կնոջ մասին պատկերացումներին, չնայած որ ինքը սիրում էր կորսետներից դուրս, հա, ազատ հագուստ, բայց արի ուտես, որ բոլոր կանացի, ամենականացի կոստյումները, հա, այս տեսակ ինքն է ի վերջո, այսպես ասած, հիմնադրել։ Ներքև, ինքը միշտ ասում էր, որ կնոջ ամենատգեղ հատվածը դա ծնկներն են։ Այդ Կոկո Շանելն էր ասում, չգիտեմ ինչ պայմանավորված, հա, որ պիտի լինի, բայց այսօր շատ չնայած բոլոր կանայքին ես կարծում եմ իրենց պահարանում պիտի ունենան, ինչպես ինքն էր ասում, բոլոր առիթների համար ամենահարմար սև փոքրիկ զգեստը, որը կարելի է կրել մի զարդ փոխելով բոլոր միջոցառումներին եւ միշտ լինել ներկայանալի, բայց նրա պիջակները, այդ գեղեցիկ լուծումները եւ առասարակ այդ կանացի պիջակները ի վերջո ինքն է արել, չնայած որ ասում եմ այդքան ինքը սիրում էր, որ կինը պիտի ազատ լինի, պարփակված չլինի։ Այո, դե դրանից է սկսվել ավելի շատ իր աշխատանքը, հա։ Այնուամենայնիվ ես մարդ ով իրականում այդ դարաշրջանում փոխել է պատկերացումներ, իրականություն է փոխել նորաձևության մեջ, դե էլ չասեմ այն հայտնի ոսկերիչը, հա, որ բրենդը, որ Ֆաբերժեն էր իր համար այդ հայտնի թևնոցը, որ պատրաստել էր։ Չգիտեմ, կարող ինչ-որ բան խառնեմ հիմա, բայց ինքը այն կերպարն էր, որ իր համար ինչ-որ բան պատրաստելը մեծ պատիվ էր։ Եթե մենք կարողանանք լինել այդքան համարձակ ոնց որ Կոկոն էր, փոխել կարծրատիպեր եւ ոչ միայն քննադատել, այլ նաեւ իրականում լույս աշխարհ բերել, հա, ինչ որ ասում են, այն տեսակ մի նորություն, որը դառնա կիրառելի եւ մնա պատմության մեջ այդքան երկար, ոնց որ մինչեւ այսօր ապրում է եւ ինքը եւ իր թողած ստեղծագործական ժառանգությունը եւ իր անունը որպես էտալոն կնոջ հետաքրքիր տեսակի։ Բրենդի մասին էլ չենք էլ խոսում։ Հա, դե դա յուրաքանչյուր կին ինձ թվում է մի Շանել պայուսակ այդ արդեն վերջ։ Դե հա։ Դե ինչ մենք արդեն խոհանոցի տաղավարում ենք։ Խաղցած։ Այո, բարդ կտրելու process էին սպասում։ Ես մի խորհուրդ տամ, այս թեյը կարող ենք խմել, այո։ Բայց չի քանդվի։ Չէ։ Բաներով կպած է իրար։ Այդ ուղղակի ասում եմ դիզայնի համար էր։ Հասկացա։ Դուք միջև կկտրեք լավաշով ռոլերը, ես ներկայացնեմ թե ինչպես եմ պատրաստել։ Միջուկի համար մեզ անհրաժեշտ է սմբուկը, կանաչ պղպեղը կտրատել, տապակել իհարկե ձիթայուղով, վրան ավելացնել համեմունքներ, կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ իհարկե համեմ։
Համեմի սերմ, որից հետո մի փոքր լավ պետք է տապակել, կարմրացնել բանջարեղենը, ավելացնել նախապես խաշված հավի կրծքամիս, համեմելով աղով։ Այսքանից հետո, երբ որ արդեն պատրաստ է, համարվում է պատրաստ վիճակում, վրան ավելացնում ենք թահինի մածուկ եւ իհարկե ավելացնում ենք թարխուն, բայց կրակը անջատում ենք, չենք եփում դրանցով։ Լավաշի մեջ ավելացնում ենք թթվասեր, այսինքն երեսը պատում ենք թթվասերով, լցնում ենք միջուկը, փաթաթում եւ տեղափոխում ջեռոցը։ Նախապես կտրելով, որպեսզի հետո մատուցումը հեշտ լինի։ Վրան ավելացնում ենք, երբ որ մի փոքր լավաշը կարմրում է, վրան ավելացնում ենք մի փոքր բուսայուղ եւ իհարկե հալվող պանիր։ Ու ստանում ենք այսպեսի հետաքրքիր եւ շատ համեղ բաղադրատոմս։ Հա մի փոքր էլ սխտոր ենք ավելացրել համի համար։ Շատ համեղ է։ Պետք է որ թեթև հետաքրքիր համ ունենա։ Այո։ Որտեվ թթվասերը այստեղ լավաշը չի թողում, որ ամբողջովին չորանա, իսկ միջուկն էլ չոր չի, այսինքն արտաքին կեղևը չորացնում է, բայց միջուկը ինքը լինում է թեթև փափուկ տարբերակով։ Ինձ դուր է գալիս։ Շատ համեղ է։ Իդեպ այս նույնը կարելի է բան անել, բանջարեղենով ամբողջովին անել, այդ դեպքում ավելի շատ կնմանվի դեպի ֆրանսիական քիչ տարբերակին, որովհետև թթվասեր եւ բանջարեղենային զուգակցումը խմորի մեջ հիմնականում բնորոշ է ֆրանսիական տարբերակի։ Շատ համեղ է, վայ, մենք քեզ շատ կարոտել էինք, մեկ շաբաթ մեզ քաղցած էր թողել, բացի այն որ քաղցած էր թողել, դու այս անմահական համերից էիր մեզ զրկել, հա խոսքեր չունեմ, շատ համեղ։ Անուշ լինի։ Շնորհակալություն, բայց դեպքն ասում եմ, մեսեն է, որ մենք տանը անդադ կարող ենք պատրաստել, սմբուկը տապակած տարբեր ձևերով, Վահեն միշտ հետաքրքիր տարբերակների առաջարկում ու համել մատուցման համար շատ գեղեցիկ։ Շատ համով է, շնորհակալություն Վահեն։ Սիրելի հեռուստադիտողներ, ձեզ շնորհակալություն, որ միացել եք Կենտրոնի առավոտին։ Մեր երկուշաբթին այսպիսինն էր, հուսանք հնարավորինս կարողացանք գեղեցիկ դարձնել ձեր առավոտը։ Ձեզ լավ օր ենք մաղթում, կհանդիպենք վաղը։ Դե հետաքրքիր շաբաթ է սպասվում, սպասեք տարբեր հետաքրքրությունների կհանդիպենք։ Ցտեսություն։